Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այսօր ես ձեզ հրավիրում եմ խորհենք էլի կարևոր մի լուրջ թեմայի շուրջ։ Թողարկումը այսօրվա վերնագրել եմ այսպես՝ մոռանալ հերոստատին։ Տեղյակ եք անշուշտ ով է հերոստատը, բայց ամենայն դեպս հիշեցնեմ, ապրել է մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում Եփեսոսում, ազգությամբ հույն, եւ որպեսզի ինքը դառնա հանրաճանաչ եւ հետո իրեն հիշեն, ինքը այրում է Եփեսոսի Արտեմիսի տաճարը, որը համարվել է աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Բայց, այսպես ասած, նրա արարքը չեն ողջունել տեղի բնակիչները եւ որոշում են կայացրել նրա անունը ընդհանրապես չտալ, չհիշել նրան, մոռանալ նրան, որպեսզի նրա այդ չարագործի իղձը չիրականանա եւ չմնա սերունդների մեջ։ Ճիշտ է, հետագայում որոշ գրողներ հիշատակել են, բայց եւ այնպես փաստ է, որ երբ որ այդ արարքը արել է, մարդիկ որոշել են չհիշել իրեն, վրեժխնդիր լինելու համար։ Հիմա այդ անունը ստացել է բացասական իմաստ, այդպես անվանում են, ասենք, փառամոլ մարդկանց ու նաեւ նրանց, ովքեր որ ինչ-որ բան են ոչնչացնում, տաճար, պետություն եւ այլն։ Հիմա անցնենք բույն թեմային եւ փորձեմ ես ձեզ հիմնավորել, թե ինչ եմ առաջարկում մոռանալ հերոստատին, ինչու այդպես, ինչը մոռանալ եւ ում։ Մեկնարկել է նախընտրաշավային փուլ, ինքներդ հետևում եք, իշխանությունները սոսկալիորեն ակտիվացել են, ամենուր իրենք են, եթե մտնեք համացանցել, բոլորը ընդդիմադիր, կիսանդիմադիր, բոլորը քննարկում են նրանց արարքները, նրանց խոսքը, մեկ առաջի դեմքի, մեկ երկրորդ, երրորդ, այսպես բոլորը համացանցը հեղեղված է նրանցով, նկարներով եւ այլն։ Ինչու է սա անում այդ բևեռը։ Իրենց նպատակը պարզ է միանշանակ մեծ աղմուկ ստեղծել նախապես, որպեսզի, ասենք, լուրջ խոսք ասողները, ընդդիմադիրները հնարավորություն չունենան այդ աղմուկի մեջ խոսք ասելու, մյուս կողմից էլ նրանք զբաղացնում են նույն այդ ընդդիմադիր հատվածին, շատ դեպքերում զայրացնելով, այսպես իրենց քայլերով զբաղացնում են մարդկանց։ Եվ եթե դա է իրականությունը, ապա դուք կտեսնեք մեծամասամբ այդ ընդդիմադիր հատվածը, դժգոհ հատվածը զբաղված է պարսավանքներով, անեծքներով, դատապարտումներով, դրանք պարզ եւ միանշանակ է, որ չեն ազդում այն մարդկանց վրա, ովքեր որ այսօր գտնվում են իշխանական պալատներում։ Սա մեկ, երկրորդը այդ դուք որ իրենք ձեզ ցասումի են բերում, շատերը գրառումներ են անում եւ ստացվում է որ մարդիկ իրենք առիթ են տալի, որպեսզի իրենց դեմ ինչ-որ քրեական գործեր հարուցեն։ Այդպիսի օրինակներ կարծում եմ գիտեք։ Եվ մեր քաղաքական մտքի խորությունը բավականին մակերեսային է եւ քանից էլ ասել եմ, եթե իշխանությունները, դա նաև նախորդներին էր վերաբերում։ Եթե իշխանությունները հանկարծ ինչ-որ մի շաբաթուկես երկու ամիս դառն ոչ մի բան չասեն, ապա կլինի այնպիսի մի անդոր քաղաքական դաշտում, որ կլսվի Նիագարայի ջրվեժի խշշոցը։ Այս արտահայտությունը մեկ այլ իմաստ ունի ասել այլ առիթով, նա ասում էր, եթե աշխարհի կանայք լռեն, Նիագարայի ջրվեժի խշշոցը կլսվի ոչ մոլորակում։ Հիմա էլ եթե իշխանությունները լռեն, մեր քաղաքական ընդդիմադիր գործիչներ ասելու բան չեն ունենում եւ լռություն է լինում։ Բավական է իշխանությունները ինչ-որ իրենց նպատակից ելնելով ինչ-որ աղմկահարույց ինչ-որ քայլեր անեն, անմիջապես, ասենք, սկսում են կայանալ ընդդիմադիրները այդ ֆոնի վրա, որտեղ շատ դժվար է այլ կերպ կայանալը։ Ես դրանք հետո կանդրադառնամ։ Ասեմ, որ իմ դիտարկումներով իշխանությունները Ես ասում եմ իշխանություններ պայմանական, էլ իրական իշխանություն իրենք չեն։ Առաջի դեմքը ցուցումներով ուրիշների շատ լավ զբաղեցնում է մարդկանց իր թիմով, զբաղեցնում են եւ ընդդիմադիր հատվածը փոխանակ սեփական օրակարգը մշակի իրականությունը եւ իրավիճակը հաշվի առնելով զբաղված են, ասենք այդ դժգոհ հատվածը հազարներով, 10,000-ներով, ասենք իրենց Այսպես ասած, ճանադրորեն մանում են նրանց թելը, հասկանում եք, ու ես վստահ եմ, որ այդ առաջի դեմ կոչեցյալն էլ քնծի ծաղով նայում է այդ ամենին եւ մտածում է, իսկ վաղը ես ինչով զբաղեցնեմ այս մարդկանց։
որպեսզի իրենց օրակարգով չզբաղվեն։ Եվ ասեմ, որ առ այսօր հաջողում է եւ դրա համար էլ այդ անհանգստությունից ելնելով ես հիմա ձեզ հրավիրում եմ զրուցենք կարևոր այս թեմայի շուրջ։ Որպեսզի չստացվի, որ միայն ես իմ տեսակետներն եմ հնչեցնում, ես օգնության եմ կանչել մի քանի այսպես վերլուծաբանների, ովքեր գրառումներ են արել այս թեմայով։ Ես հիմա սկզբից խոսքը տամ Վահե Հովհաննիսյանին, հուսով եմ ճանաչում եք, քանից ես իրեն հիշում եմ, այլընտրանքային նախագծեր նախաձեռնությունից է։ Ինչ է ասում։ Դու ես այդ մարդու անունը չեմ տա, ում մասին գրել է, ես կասեմ նա հստակ ընտրել է իր քարոզարշավի տրամաբանությունը։ Ամեն օր նոր այլանդակություն։ Սա լավի կամ վատի հարց չէ, սա գիտակցված որոշում է, փաստ։ Ընդդիմադիր համակարգերը պետք է լինեն ճկուն եւ համարժեք այդ որոշմանը։ Հակառակ դեպքում առաջիկա կարևոր ամիսները վերածվելու են զառարշավի։ Մոնոտոն ներկայացնել սեփական ծրագրային դրույթները բավարար չէ։ Դրանք խլացվելու են իշխանական այլանդակության մեջ, որը լինելու է ամեն օր եւ ամեն օր ավելի այլանդակ լինելու միտումով։ Այն ինչ որ ես ասում սկզբից։ Ուրեմն մենք եկանք հասանք երկրորդ էջին։ Տեսնենք ուր մնաց։ Ուրեմն ինչ է ասում Վահեն։ Արձագանքել այդ այլանդակություններին կարելի է, բայց հազվադեպ, բայց դա չի կարող լինել հիմնական մարտավարություն։ Ցավոք սրտի այսօր կարելի է ասել հիմնական մարտավարությունը եւ դեռ դաշ չեն առնում։ Հաջորդը, ում որ ես հրավիրում եմ այսպես օգնության, Արամ Աբաջյանի դիտարկումը կներկայացնեմ այս թեմայով։ Ինչ է ասում ինքը։ Ում հաջողվում է օրակարգ թելադրել, նա էլ հաղթում է քարոզչական պայքարում։ Որպես կանոն, քարոզչական պայքարում հաղթողը հաղթում է նաև ընտրություններում։ Հնարավոր է արդյոք օրակարգ թելադրել ընդամենը կարկանդակ եգիպտացորեն կամ չինական փայտիկներով սիբեխ ուտելով։ Բովանդակային առումով ոչ, բայց ամենակննարկվողը լինելու առումով այո, ամենակննարկվողը լինելու հարցը լուծելու դեպքում զուգահեռաբար դաշտ է նետվում նաև բովանդակություն։ Ցիլոյավորի դեպքում դա պատերազմով մարդկանց վախեցնելով կես խաղաղության օրակարգն է, շանտաժ, այսինքն ինքը վերցրում է լսարան այդ նշած ձևերով եւ ասենք հիմա էլ վերում է, ասենք բովանդակություն, որի մասին ինքը ասեց։ Ի հակակշիռ դրան կա առաջարկ լինել ուժեղ, որովհետև ուժեղ լինելու դեպքում է նվազում պատերազմի հավանականությունը։ Այլ առաջարկներ էլ կան, բայց ամենակննարկվողը սրանք են։ Այս պահին ամենակննարկվողը լինելու առումով Ցիլոյավորը հաղթում է ոչ միայն պետական լծակների եւ իշխանական քարոզչամեքենայի, այլ նաեւ բազմաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցների եւ ընդդիմադիր համարվող հասարակության մի մասի ոչ բովանդակային դրվագները տարածելու եւ տիրաժավորելու շնորհիվ։ Այն ինչ որ ես էի ասում, զբաղված են դրանով։ Ի հակակշիռ դրան փորձեր արվեցին բուլկի ուտել, այնինչ ընդամենը պետք է Ցիլոյավորին թողնել իշխանական քարոզչամեքենայի հույսին, թող հմեկով ցուցադրեն ուրախ ավտոբուս սերիալը եւ ուտելու տեսարանները։ Սրա կարեւորությունը հասկացողները քայլեր կձեռնարկեն, չհասկացողները կշարունակեն պարտվել։ Ես լրիվ համաձայն եմ եւ շարունակությունը այս թողարկման լինելու է դրա տրամաբանության մեջ։ Թողեք իրենց հմեկի հույսին քարոզչական մեքենա, ասենք դուք մոռացեք իրենց։ Հիմա շարունակենք։ Հետաքրքիր էր, որ այս գրառմանը պարոն Աբաջյանի Թերեզա Մարտիրոսյանը նկատում է, սա ինձ մտորելու տեղիք, բայց ասում է միշտ եմ մտածել, որ անտեսելը պետք, նրան սնուցել պետք չէ, նա դրանով է լիանում։ Սա էլ կարևոր մտածելու բան է, հասկանում եք, որ շատ չեմ ուզում խորանալ այս երևույթների մեջ, եթե դուք անդադ իրեն խոսում, եթե անգամ վատ բաներ եք խոսում, կա տեսակ, որ դրանից ինքը էներգիա է ստանում, հասկանում եք, եւ ինքը ավելի հզորանում եւ ավելի ուժեղ է գործում ձեր դեմ։ Հաջորդը, քանի որ այս իշխանությունները հասկացող մարդիկ հասկանում են, որ ինքնուրույն չեն, այլ ինչ որ պրոյեկտ են,
Իսկ եթե պրոյեկտ եք, դուք պետք է ցույց տաք այդ ձեր քերիներ ասենք, հա, որը հա տեսեք մենք գործ ենք անում, այդ ձեր այդ տարածումները, ձեր այդ դժգոհությունները, ձեր այդ պարսավանքները իրենք հավաքում են եւ ասում, հա, տեսեք մենք գործ ենք անում, տեսեք ինչեր են գրում մեր դեմ եւ ասենք իրենց վարկանիշը բարձրացնում են այնտեղ, այսինքն դուք իրենց մասին անընդհատ խոսալով դուք օգնում եք իրենց մի քանի առումներով։ Ինչ անել, հարց կառաջանա հետևաբար։ Նախ եւ առաջ, ինչպես Աբաջանի մոտ կար, մոռանալ այդ առաջի դեմքին էլ, իր թիմին էլ, արխամարեք ընդհանրապես։ Որտեղ նախ ձեր քննադատությունները մյուսները ասի ոչ մի օգուտ չեն տալ, հաշվի չեն առնելու երբեք, որտեղ իրենք չեն որոշում կայացնողը։ Ազգային ժողով որ գնում եք հարգելի падգամավորներ, հարցեր մի տվեք իրենց։ Արշակ Սադոյանիզմ երևույթ կար, հիշում եք, գնում էր եւ ինքը 4-րդ միկրոֆոնով խոսում էր ժողովրդի հետ։ Ստիպված եք գնաք կամ հարկադրված եք կամ ուզում եք գնաք, այնտեղից օգտագործեք այդ լսարանը ժողովրդի հետ խոսալու, ձեր ընտրողների հետ խոսալու համար։ Մի տարածեք նրանց մտքերը, հարգելի, այսպես դժգոհներ։ Եթե նկատել եք արդեն քանի ամիս, գուցե տարիներ ես հիմնականում մենախոսում եմ, վերլուծություններ եմ ներկայացնում, ես չեմ անդրադառնում այդ անձին, իր թիմին, որովհետև անիմաստ եմ համարում, որովհետև ասացի որոշում կայացնող իրենք չէ։ Եթե դու լուրջ վերլուծաբան ես եւ ուզում ես լուրջ անալիզներ անել ելույթները, դու պիտի պարզես ովքեր են այս իշխանությունների քերիները, ինչ ծրագրեր ունեն եւ եթե ինչ որ դժգոհություն ես ուղղորդես նրանց կամ էլ մտակ կանխատեսես իրենք ինչ են ուզում, դու փորձեք այստեղ անել։ Կատարող գործիքների հետ որ կռիվ եք տալի, որի ինչ հասկանում եք, երբ որ կառավարողները իրական այնտեղ են։ Մի թվակել ասեմ, որպեսզի պարզ լինի, մի որոշ ժամանակ առաջ ինձ զանգահարեց հրապարակ թերթից էր կարծեմ եւ հարցազրույց էր ուզում ինչ որ երևույթների վերաբերյալ իմ մեկնաբանությունները եւ այդ անունը տվեց, այդ ով էր գործադիրի ղեկավար եւ ասաց ինքը այսպիսի բաներ ասում ինչ վերաբերմունք ունեք, ես ասացի հարգելիս չեք զգում որ դուք ինձ վիրավորում եք։ Ինքը զարմացավ թե բայց ինչու պարոն Պեպանյան։ Ասեմ ես լուրջ վերլուծաբան եմ։ Ինքը ով է։ Իրենից ինչ է ներկայացնում, որ իր ասածը ես պիտի մեկնաբանեմ։ Դուք ինձ ասեք Ալիևը կամ Էրդողանը կամ չգիտեմ այն ուրիշ տեղեր էլ կան։ Նրանք ինչ շահ ունեն Հայաստանում, այս քայլերը որ սա անում է, նրանց որ մեկի ծրագիրն է, ինչ նպատակ ունեն եւ ինչ անենք մենք։ Այսպես դի դնեք խնդիրը եւ ոչ թե ասեք իրանու տակ ասեք դու ինձ վիրավորում ես։ Դուք էլ իմացեք հենց որ իրեն քննարկում եք, դուք ձեզ եք վիրավորում։ Եթե լուրջ վերլուծաբան եք ասացի ինչ պիտի անեք, որ հասկանաք ինչ է կատարվում։ Եվ ընդհանրապես երբ որ ինձ խորհուրդ են տալիս ում խորհուրդ կտակ որ լսենք այսինքն այս հրապարակախոսներից, ես ասում եմ լսեք նրան, ով որ կարող է գալ մի որևէ տաղավար 30 րոպե, 40 րոպե խոսալ ընդդիմադիր դիրքերից, բայց դրա անունը չտա։ Այդ մարդը անուն չտա, այդ իշխանությունն չհիշի։ Եթե դա դու չես անում, չես տա, նշանակում է դու լուրջ խնդիրներից ես խոսում, հիմնային կամ աշխարհաքաղաքական կամ երկրի ներքին խնդիրներից ես խոսում։ Սա ձեզ, այսպես ասած, հորդոր։ Հաջորդը եւ դեպուտատներին է վերաբերվում եւ քաղաքական ընդդիմադիր գործիչներին երբեմն գնում են բանավիճում են կամ ազգային ժողովում մի բռնվեք բանավեճի այդ գործադիրի ղեկավարի հետ։ Ինքը ձեզ իջեցնելու է իր մակարդակին, իսկ դուք չեք կարող այդ քարը իջնել եւ այդտեղ ձեզ հաղթելու է։ Դրա փոխարեն դուք պիտի շատ բարձր թեմաներ դնեք, շատ բարձր թեմաներ արճացեք, որ իրենց խելքը չի էլ հասնում։ Չեն կարող, ասենք, կարծիք էլ ասել։ Եթե դուք իսկապես ուզում եք որոշակի դերակատարություն ու փոփոխությունների հիմքերը ստեղծեք երկրում։ Սա մեկ։ Հաջորդը, ինչ ուզում եմ ուշադրությունը հրավիրել չեզոք մամուլի խմբագիրների։ Ես հասկանում եմ, դուք չեզոք մամուլ եք, ինչ լինի, դուք պիտի լուսաբանեք, այդպես հավասարակողմություն եք պահպանում, բայց պիտի հասկանաք, որ հիմա դրված է երկրի լինել չնելու հարցը, ազգի լինել չնելու հարցը, ձեր նաև լինել չնելու հարցը, եւ եթե դուք էլի ձեր չեզոքությունը պահպանում եք եւ այդ իշխանությունների ու նրանց քերների ծրագրերը այսպես տիրաժավորած տարածում եք, դուք վնասում եք եւ ձեզ եւ ազգին եւ պետությանը։
Սա ես հորդորում եմ հաշվի առնեք, որովհետև ասեցի վերջնարդյունքում դուք դառնում եք գործիք, իբր թե բազմակողմանի լուսաբանում եք, այստեղ բազմակողմանություն չկա, մի կողմը գրոհում է հզոր միջոցներով, այս մյուս կողմն է շփոթմունքի մեջ, ու դուք նպաստում եք այդ գրոհին ազգի հայրենիքի պետության դեմ։ Հաջորդը, երբ որ անընդհատ իրանում տալիս եք, դատապարտում եք, ինչ-որ պահարակում եք, պարսավում եք, տպավորություն եք ստեղծում, թե ինքն է որոշում կայացնողը, իսկ եթե ինքը որոշում կայացնողը, մարդիկ են անտեղյակ, մարդիկ են ասում են, ինքը այդքան հզոր է, որ այդպիսի որոշումներ է կայացնում, կարող է այսինչ կուսակցությունը փակել, այսինչ մեծ մարդուն կալանավորել, այս անել, այն եմ տաս, ինքը հզոր է, եթե հզոր է, իսկ ես մեր մասսայի մի հատված է կա ուժի հանդեպ բան ունի, ստերկական մոտեցում ունի, կամ կուզեք ավելի մեծ մտածեք եւ ընկալում է ուժի կրող նրան եւ ասենք կարճում իրենից դառնում հետևորդ է։ Սա էլ հաշվի առեք, որ դուք դա անելով վնաս եք տալ ինքներդ ձեզ, հասկանում եք, եթե լուրջ ուզում եք քննադատեք, ասացեք Ալիևը սա է հանձնարարել, արվում է, Էրդողանը սա է հանձնարարել, արվում է, այնտեղ շատ անուններ են տալիս որոշ վերլուծաբաններ, ես իմը չթվարկեմ, պետություններ, կառույցներ դեպի արևմուտք, գլխավորապես։ Իրենց անունը տվեք, իրենց ասեք, իրենք հանձնարարել է սարվում, որ մարդ էլ հասարակ մարդի իմանա, ասի, այս երկիրն է արում, իսկ այդ մարդը անունը չշոշափի, որպես ուժի կարող էլ չներկայանա այդ քաղաքականությունից չհասկացող մարդկանց հետ, հասկանում եք։ Այստեղ մի կարևոր դրվագ ես ներկայացնեմ, այդ ձեր իրական հակառակորդին ճանաչելը որքան է կարևոր եւ ոչ թե ասենք կեղծապատկերի հետ կռիվ տալ։ Այս իշխանությունները կեղծապատկերն են, իրականը չեն։ 16 թվականին եմ կարծեմ սա գրել, իհարկե սա ես դրել եմ դուք ինչ չեք ճանաչում իմ անունը Բոնապարտ պատմավեպիս գեներալ Կլեբերի շուրթերին, բայց դա իմ տեսակետն է, ես էի նայում մեր քաղաքական դաշտը, ինչ է կատարվում դեռ նախորդների օրոք ընդդիմադիրները իրական խնդիրը տեսնելու փոխարեն իրական հակառակորդին տեսնելու փոխարեն ժամանակ իրական հակառակորդը ուրիշ էր, կեղծապատկեր այդ կռիվ էին տալիս։ Եվ արդյունքը պարզ է, որ պիտի գայինք հասնենք այստեղ։ Ես ձեր թույլտվության մեջ բերեմ այդ հատվածը։ Քաղաքականությունը պատերազմի նման չէ, Ժյունո, Կլեբերը ետ նստեց ճոճաթոռին։ Այստեղ ավելի բարդ է, այստեղ պիտի կարողանաք ճանաչել իրական հակառակորդին, իսկ դուք իրական հակառակորդի դեմ պայքարելու փոխարեն պայքարում եք նրա կեղծապատկերի, հետևանքի, դրսևորումներից մեկի դեմ։ Քանի դեռ ունակ չեք ճանաչել, թե ով է ձեր իրական հակառակորդը, ապա դուք նրան հաղթել չեք կարողանա, որքան էլ արդար լինեն ձեր նպատակները, քաջարի ձեր համակիրները։ Իսկ իրական հակառակորդին տեսնել կարողանալու համար նախ եւ առաջ պիտի հաղթահարեք ձեր հույզերը, դրանք փակում են հոգու աչքերը, իսկ դրա համար էլ պիտի կարողանաք սառույց դարձնել ձեր սիրտը, այլապես կշարունակեք մնալ մոլորության մեջ։ Այս վերջի հատվածի ուշադրությունը սևեռեմ։ Երբ որ դուք հուզումի տակ եք, պահի տակ եք ինչ-որ կարծիքներ արտահայտում, եզրահանգում ներգալիս, դուք շփոթության մեջ եք։ Ես հասկանում եմ, սիրտը սառեցնելը շատ բարդ գործ է, դա շատ քիչ մարդկանց է տրվում լուրջ վերլուծաբաներին, որ ասենք իրենք մտածում են, ես դրսից եմ նայում, սա իմ ժողովուրդը չի, այս իշխանությունները իմ ժողովրդին ու պետությանը չեն վնաս տալի, հույզերը անջատում է, սկսում են նայել, նորը ինքը այդ դեպքում հեռուն տեսնում է։ Իսկ եթե դուք չեք կարողանում ձեր սիրտը սառեցնել, դուք մնալու եք այս վիճակին ինչ որ կաք։ Ինչ անել։ Նախ մի քանի խորհուրդներ եւ իմ կողմից եւ ասենք համացանցում, որ նկատել եմ, ես դրանք էլ կներկայացնեմ ստեղծված վիճակում ինչ անել։ Ամենակարևորը ասացի մոռանում եք հերոստատին։ Հնարավորության սահմաններում չեք հիշում։ Հաջորդը ի ցույց դրեք ժողովրդին այն աղետը, որը կգա հունիսի 7-ից հետո, եթե իշխանությունները մնան։ Սա ավելի ազդու է, քան ասենք ծրագրերը, որ ասեք, ահա մենք ձեր գյուղում այս ենք անելու, այն ենք։ Նրանք էլ են նույն բանը ասելու, մի բան էլ ավել գուցե կասեն, խեղճմարտը չի իմանա, որ կողմ կգնա։ Աղետը ցույց տվեք, թե ինչ կլինի, եթե իրենք մնան։ Ու որպես ես օգնած լինեմ ձեզ, ներկայացնում եմ մամուլից հատվածներ այդ ուղղությամբ։ Մի հատվածը նախորդ թողարկումներում էլի եղել, բայց ես կարծում եմ հիմա շատ տեղին է մեջբերել է։ Մեջբերում եմ մամուլից, սա իմ խոսքը չի։ Բայց ինչ կլինի, եթե նա կրկին հաղթի։
Այդ պահից սկսած մենք ըստ էության ոչինչ չենք կարող անել։ Մենք ստիպված կլինենք համոզել ինքներս մեզ, որ ցավոք կոնկրետ մեկ երկրում հիմարները հաղթել են առողջներին, ստրուկները ազատներին, իսկ հիմարները բանականներին։ Եվ հավանաբար մենք կամ կհեռանանք երկրից, կամ կգնանք ներքին արտագաղթի։ Սա շատ վտանգավոր է, շատերը կգնան հիմա էլ խոսակցություն, ես լսում եմ, եթե իրենք մնացին տարբերակ չկա այստեղ ապրելու ու իրենք բացատրում են, այստեղ հեղինակն է ասում, կամ կգնանք ներքին արտագաղթի, այսինքն կփակվենք մեր պատյանի մեջ, երկուսն էլ ծանր են։ Երկրորդ տարբերակը խնդրահարույց է, այդ դեպքում մենք չենք կարողանա հանգիստ ապրել։ Մենք ստիպված կլինենք հաշտվել այն փաստի հետ, որ մենք այլևս չունենք ոչ միայն Արցախ, այլև Արարատ, մեր եկեղեցին, մենք կամակը մասնակցենք քննարկումներին այն մասին, թե արդյոք իզուր չենք 301 թվականին քրիստոնեություն ընդունել, եւ արդյոք իսլամը մեզ ավելի մոտ չէ։ Պատկերացնում եք ձեզ այդ վիճակում։ Ցեղասպանության մասին խոսելը նույնպես կդառնա հանցագործություն։ Դա ոչ միայն կհանգեցնի աշխատանքից ազատման, այլև բանտարկության, բռնության հրահրման համար։ Դպրոցներում ադրբեջաներեն կդառնա պարտադիր, եթե նրանք վերադառնան։ Արևմտյան Ադրբեջան կվերադառնան իրենց ասելով, մենք ստիպված կլինենք ինչ-որ կերպ շփվել նրանց հետ։ Նրանք իրենք սովորի հայրեն, մենք դա արդեն անցել ենք։ Կդառնանք թուրքական աշխարհի մաս ու մենք կփակենք հայկական պետության էջը։ Մեր ինչին է պետք այն, եթե մենք դառնալու ենք թուրքական մեծ աշխարհի մաս։ Տխուրը չէ, ել ավելի սահմարկելի բաներ են տեղի ունենալու։ Այս ուղղությամբ է հարկավոր աշխատել ու մարդկանց սա ներկայացնել։ Այդ մյուս կողմը ցածից չի ներկայացնել։ Եվ էլի օգնություն այս անգամ Լարի Ջոնսոնի կողմից, ինքը որ ասում է ՑՌՈ-ի կոչվածի նախկին վերլուծաբան, Հայաստանը կճզմվի միջպետական մայրօղին անցնող սկյուռի պես։ Այս կարգի բնորոշումներով մարդկանց հասանելի, հատկապես գյուղաբնակ փորձեք ներկայացնեք։ Այնտեղ պատկերը շատ տխուր է, դուք այս քաղաքի հարցումներով կարծիք մի կազմեք։ Մեկ այլ առաջարկ ինչ անելու։ Դասից կարևորը մոռանալ հեռուստատին, երկրորդը սա էր, երրորդը, չորրորդը Վայ Հովհաննիսյանին օգնությանն ենք դիմում։ Ստեղծված իրավիճակում քաղաքական ընդդիմության եւ հանրային առողջ շերտերի միասնական մարտավարությունը պետք է դառնա նոր հանրային պրոյեկտ։ Կյանքը հունիս 7-ից հետո, այսինքն եթե հաղթել եք, դա ներկայացրեք, ինչ է լինելու, որ մարդիկ գուցե դրանով ոգևորվեն։ Չնայած ես ասում եմ, այդ աղետը սպասվող աղետը ներկայացնել ավելի ազդու է։ Կյանքը հունիս 7-ից հետո սա եւ մարտավարություն է եւ հոգեբանություն, սա միասնական գործելու եզակի հիմք է։ Ընդդիմադիր համակարգերը միմյանց հետ եւ որ ամենակարևորն է հանրության հետ պիտի շփվեն եւ իրենց հարաբերությունները կառուցեն հենց այս տրամաբանության մեջ։ Ինչ ենք անելու, ոնց ենք իրար հետ աշխատելու, ոնց ենք առաջ գնալու, ինչ ենք պայմանավորվում, ինչ ենք մերժում, ոնց ենք սրանց թողած աղետների ժառանգությունից քայլ առ քայլ դուրս գալու եւ այլն։ Մեր ծրագրերը պետք է հասարակությանը ներկայացնել հենց այս մարտավարությամբ։ Սա թույլ կտա փոխել հանրային մթնոլորտը, ստեղծել փոխհարաբերությունների մեծ ամպը, որը կկախվի մեր երկնքում եւ հունիսի 7-ին տեխնիկապես կհանգուցալուծվի։ Առաջիկա ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են, որտեղ մենք որոշելու ենք մեր ներքին կյանքն առաջիկա տարիների համար, այլանդակություն լինի թե բանականություն։ Պետք է համատարած բացատրել, որ կյանքը հունիսի 7-ից հետո նախ եւ առաջ լուծելու ամենապարզ ու կամ ամենակարևոր խնդիրը բանականությունը վերադարձնել իշխանություն պետական համակարգ։ Սա էլ մոտեցում է ասացի, բայց ես ինքն կարծիքին եմ, որ աղետը ներկայացնել ավելի ազդու կլինի։ Ինչպես ասացի, որպես տարբերակ նաև բարձր թեմաներից, բարձր թեմաներ զարգացրեք, որ իրաց խելքի բանը չեն եւ չեն կարող այստեղ ոտքցել ձեզ հետ։ Հիմա այս տեղի ունեցածը վերջին տարիներին, որ եղավ, այդ անձնավորությունը մի անչափ կարևոր գործ արեց, որին ես այդ ժամանակին անդրադարձել եմ, նա բացեց վարակույրները եւ դուք տեսաք, թե ինչ կա իրականությունում։ Դուք տեսաք ժողովրդի պատկերը, տեսաք ինչ որ շերտեր կան, սարսռեցիք, հիշեցիք Ավետիք Իսահակյանին եւ զգացիք, որ ինքը ճիշտ էր, Թումանյանին հիշեցիք եւ ասացիք իրենք ճիշտ էր,
Ժամանակին, երբ որ ես այդ պատկերը ձեզ ներկայացնում էի, որը դուք ինքներդ վարակույրով փակել եք, չէիք ուզում իրականության սահմանարկելությունը տեսնել, ասենք վարկաբեկում եք եւ այլը, բայց հիմա արդեն փաստ է, բացվել է վարակույրը ու շատերը տեսնում եք, սոսկում եք։ Հիմա որը պիտի լինի այդ դեպքում ձեր ու մեր անելիքը, որը պիտի լինի մեր անհանգիստներիս անելիքը։ Եվ դուք պատկերացրեք, որ դուք ինչպես ասվել Աստված հեռու պահի, իմանում եք, որ ձեր ծնողը կամ զավակը ծանր հիվանդ է։ Ինչ եք անելու։ Պարզ է, որ պիտի ջանաք կազդուրման process-ով, նախ եւ առաջ։ Իր հետ էլ ուրիշ ծրագրեր չեք կազմելու։ Առաջի գործը պիտի լինի նրան կազդուրելը։ Իսկ ժողովուրդը դա եւ մեր ծնողն է, քանի որ մենք իրից ենք, ու նաեւ մեր զավակն է, հասկանում եք, տարիքովների այնպես որ թիվ 1 խնդիրը պիտի լինի այս որ վարակույրը բացվեց ու տեսանք սահմարկելու պատկերը պիտի լինի իսկ մենք ինչպես ենք վերափոխելու ինչպես ենք առողջացնելու որովհետև եթե այս հարցը ու առողջացման ուրվագիծը ձեր կուսակցական կամ նախընտրական ծրագրերում չլինի դուք չեք հաջողելու Եթե անգամ գաք իշխանության, ինչ Հայաստանում իշխանապողություն չի եղել, շարժումներ են եղել, ինչ չեն հասել հաջողության, որտեղ այդ իրականության պատկերը չեն ունեցել, անգամ եթե կողքից հուշում էր, որ ահա ասում էր սա է պատկերը, սա է լուծումը, չէին ընդունում։ Իրականությունը չճանաչելը աղետի է տանում։ Եվ այսօր ինձ մի նամակ եկավ ինձ անծանոթ մարդից բավական ուշագրավ էր հենց այսպես ասում են 10-ին էր խփում այսի խոսքի վրա ես հիմա ձեզ ներկայացնեմ ու կարճ քննարկենք ինչ է գրել ինձ երևի թե առիթը եղել է այն որ նախորդ թողարկումներից մեկում ես ասացի որ երբ որ իշխանություններն են պարտվում կամ ընդդիմությունն է պարտվում այդտեղ իրենց հակառակորդը այն մյուս բևեռը չի իրենց հակառակորդը իրականությունն է իրենց ջարդում Իրենք իրականությանն են պարտվում, քանի որ չեն ճանաչում իրականությանը։ Իսկ այսպես օրենք է, եթե դու իրականությունը չես ճանաչում, չես հասկանում ինչու դա կա, որոնք են խորքային պատճառները, դու այն վերափոխել չես կարող։ Դու տապալվես։ Եվ պարոնն էլ հենց դա է հաստատում։ Տեսեք ինչ է ասում, մեջբերում եմ։ Իրականության չճանաչելը նման է քամուն հակառակ ուղղությամբ թքելուն։ Ստացվում է, որ մարդը թքում է ինք իր վրա, սա լավագույն դեպքում։ Բանն այն է, որ իրականությունն ունի անսահմանափակ իրավունք եւ հետեւաբար օժտված է անսահմանափակ լիազորություններով, դաժանորեն պատժում է նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել իրեն եւ հաշվի նստել իր հետ։ Իրեն արհամարողներին անթակույց իսպառ զրկում է ապագայի տեսլական ունենալուց, տապալում է ցանկացած միջոցառում պատվազրկում ու վարկաբեկում է տալիս է երկարակեցություն իշխանությունը զավթածներին, որոնք էլ հենց լավագույնս ճանաչելով իրականությանը ծառայեցնում են իրենց անձնական նպատակներին։ Ասես այս տողերը ես կարած լինեի, թեպետ ես ինքս էլ սեղմագիրը, բայց երևի այսքան սեղմ չէի կարողանա։ Հիմա տեսեք, այն որ իրականությունը եթե չճանաչեցիք այս ճակատագրերն եք արժանանում, մեր կյանքը հաստատել է։ Հաջորդ այստեղ մի դրվագ է ինքը ասում, որը ինձ ուշադրությունը գրավեց, էլի ես դա քանիցս իմ ելույթներում ասում է այդ իրականությունը ճանաչելը երկարակեցություն է տալիս իշխանությունը զավթածներին, որոնք էլ հենց այդ իրականության ճանաչելիությունը ծառայեցնում են իրենց անձնական նպատակներին։ Միշտ էլ այդպես է եղել, իշխանությունները մի քիչ ավելի լավ են ճանաչել իրականությունը, քան ընդդիմությունը եւ իշխանությունները երբ որ կարողացել են ինչ որ երկարակեցություն ապահովել, ծանավ է պայմանավորված։ Այս դեպքը մի քիչ ուրիշ է, այս դեպքում իրական իշխողները Հայաստանում չեն եւ իմ կարծիքը այն է, որ իրենք ի տարբերություն մեր ընդդիմադիր դաշտի, քաղաքական դաշտի շատ լավ են ճանաչում հայաստանյան իրականությունը, շատ լավ են ճանաչել հայաստանյան իրականությունը, ժողովրդին են շատ լավ ճանաչել, ինչ շերտեր կան այդ ամենայսպես մոլեկուլի ճշտությամբ հետազոտել ուսումնասիրել են, որպեսզի կարողանան հաջողացնել այն, ինչ որ հիմա իրենք անում են։ Իրենք շատ լավ գիտեին մեր խնդիրները
եւ դրանցից հրաշալիորեն օգտվել են եւ դա ծառայեցնում են իրենց շահերին նրանք շատ լավ գիտեին որ մեր ստեղծած պետությունը ներսի ճիճվի կերած պտղի նման է ըստ Թումանյանի բառի նրանք շատ լավ գիտեին երբ որ ես իմ նմանները ահազանգում էին չէի ընդունում բայց նրանք շատ լավ գիտեին նրանք շատ լավ գիտեին մեր ուժային կառույցների իրավաուժային կառույցների փտած լինելը շատ լավ գիտեին որ բավական է ինչ որ ուրիշ հրահանգտաս անմիջապես ենթարկվելու են ոչ մեկ չէին վզելու նրանք շատ լավ գիտեին նրանք շատ լավ գիտեին որ պետության զգացողությունը մեր ժողովրդի մեջ ինչ որ հատուկ այդ մարդիկ ունեն հասկանում եք եւ հրաշալիորեն օգտվեցին սա նպաստեց իրենց այն ամեն ինչ որ անում են ու որ դուք տեսնում եք շատ դեպքերում ընդվզումը չկա սկսում եք վատը զգալ հատկապես համեմատում եք Պարսկաստանի հետ եւ տարբերությունը ի վնաս մեզ է ինչ որ ընկճախտի մեջ եք մտնում շուտ պիտի մտածվեր այս մասին երբ որ ահազանգում է իսկ հա նրանք շատ լավ գիտեին եւ հիմա հաջողությամբ իրենց գործեր առաջ են տանում եւ նորից եմ ասում եթե կուսակցությունների դաշինքների ընտրաշավային ծրագրերում չկա այս իրականության ճանաչողությունը դառը իրականության ճանաչողությունը եւ դրա շտկման գոնե ուրվագիծը չկա բոլորը տապալվելու են իշխանության գան իշխանության չգան սա է կյանքի օրենքը հասկանում ինչպես պարոններ գրել այդպես է այդ իրականությունը չեք ճանաչում այդ իրականության ճանաչմանը իմ հնարավորության սահմաններում փորձել եմ նպաստել օգտվելով Նժդեի Հայկ Ասատրյանի վերլուծություններից համաշխարհային փորձից բերելով ինչպես են կարողացել այդ պատկերը որ կա շատ տխուր ինչպես են կարողացել վերափոխել ժողովրդին առողջացնել այս ամենը գրքերով հաղորդաշարերով ես անընդհատ ձեզ ներկայացրել եմ բայց դժբախտաբար քաղաքական դաշտը մնացել է իր մտավոր մակերեսայնության տիրույթում այն դեպքում ես ասացի որ դրսի ուժերը շատ լավ գիտեն Իձարից է լավ, բոլորից է լավ, հատուկ ինստիտուտներ ունեն, որ ուսումնասիրում են, այստեղ գիտեք հազարավոր հասարակական կազմակերպությունը ինֆորմացիաները գալիս է գրում այդտեղ չէ վերլուծական կենտրոններ կան։ Ես հիշում եմ մի անգամ մի տղամարդ ինձ գրել էր, ասում է Եվրոպաներում մի միջոցառման է, մի տիկնոջ հետ ֆորում է, այսպես ասենք էլի, եվրոպական ժողովրդավարական, այսպես ասած, եւ ասում մի տիկին կար իր հետ խոսում է, ինքը ասեց, որ իրենք տարբեր երկրներում հկներում ինֆորմացիաները հավաքում են, հետո տալիս են հատուկ ծրագրերի, մի ասած արհեստական բանականության, այնտեղից ինքը տալիս է ցուցումներ, թե այդ ժողովրդի հետ ինչպես վարվեք, որ ձեր ուզած նպատակին հասնեք։ Այսինքն իրենք շուտվանից այս տեղեկությունները տալել են այդ գեր համակարգիչներով էլ բարձել են թե ինչեր անեն, որ հայ ժողովուրդը այս վիճակին լինի, իրենք հաղթահար են։ Այն գիտեն։ Իսկ այստեղ դժբախտաբար մեր քաղաքական դաշտել ես հիմա հարց եմ տալիս, հիշեք, քանի մարդ է այս խնդրից խոսում։ Հիմա էլ կարող կսկտվի, հիշեք 18 թվականից առաջ քանի մարդ էր խոսում։ Սա է տխուրը հասկանում եք իրականության ճանաչողություն չկա, բացի այդ մենք չլրացնենք ինչ է լինելու։ Եվ որպեսզի եւս մեկ անգամ օգնած լինեմ, ես հորդորում եմ համացանցում կա կոնսերվատիվ հեղափոխություն գիրքը, կա կոնսերվատիվ հեղափոխություն անունով Facebook-յան խումբ, որտեղ եւ այդ գիրքն է ներկայացված, ազգային վերելքի ուղի անունով Facebook-յան խումբ կա, որտեղ իմ տարիների մտածումներ այս ամենը հաշվի առնելով ինչ որ եւ իրականության այդ աղետալի իրականության նկարագրությունը եւ վերափոխման ինչ որ տարբերակ աշխարհի փորձը հաշվի առնելով, եթե մենք սա չարեցինք, շատ տխուր է լինելու։ Եվ ավարտելով այսօր թողարկումը ես քանի որ գրքերից խոսացի, տեղեկացնեմ, որ արդեն համացանցում հասանելի է իմ հարկադրված եմ սպանել Ռոբեսպիերին պատմավեպի էլեկտրոնային տարբերակը, դուք այն կարող եք գտնել Արծրուն Պեպանյանի պատմավեպերը Facebook-յան խմբում։ Ես սահմռկեցի այն պատկերից, երբ որ այդ գիրքը հրատարակեցի, գովազդեցի, ակնկալելով, որ մեր քաղաքական դաշտ, այսպես ասած, այդ գիրքը հոշոտելու, որտեղ պարզ համակարգ է ներկայացրած ֆրանսիական այդ հեղափոխության փորձից ամենաակնառու համակարգած ստեղծ մարդու կյանքի այդ արածը Ֆուշեի, ով որ կարողացել էր իրավիճակում, երբ որ բոլորը ողջ Փարիզը մտածում էր, իր գլուխի հիմա Ռոբեսպիերը կկտրի, ինքը փախած էր ինչ-որ ընկերոջ ձեռնահարկում էր ապրում, այնտեղից կարողացավ հեղափոխություն անել, գլխատել նույն Ռոբեսպիերին, երբ որ համակարգը ներկայացնում ես, մտածում ես, քաղաքական ձեռքից ձեռք պիտի խլեն, ոչ մի ռեակցիա, էլի նույն էլ ինչ-որ շարունակում են անել։
Եվ նաև տեղեկացնեմ, որ արդեն տպարանից ստացա Միհրդատ եւ Պատոր Պոնտոսի արքա պատմավեպի օրինակները, կարևոր հիմա ինչ-որ նոր օրենքներ են ընդունել, հեղինակը իրավունք չունի հրատարակիչից գիրքը վերցնի եւ ինքը իրացնի կամ գրախանութներին տա, ավելորդ քաշքշուկներից ազատվելու համար ես շատ տպականակով եմ հրատարակել, ում որ հետաքրքրում է այս անձնավորությունը, իր հետ ինչ է կատարվել, ինչու էր ինքը այդպեսին, որտեղից էր իրեն այդ անսպար էներգիան, թող կապվեն այդ գիրքը, եթե ցանկանում են, լսենք ինչ են կան։ Այսօրվա համար այսքանն էր, ընտրություններին կանդրադառնանք առաջիկա։ Միշտ նոր հանդիպում։